ամենաուժեղ վաճառվող բանն է, էլի վախը։ Տերոր, վախ, այս ձևի վախ, որ մարդիկ սենց վախենան, չեմ հիշում։ Վախը ինչ է, զսպանակ, ինքը կարող է սխմել, բայց մի օր տալու է գլուխը ջարդի։ Վախի տեխնոլոգիա կիրառելու մեջ իշխող ուժին մեղադրող ընդդիմադիրներն իրենք էլ հետ չեն մնում։ Քարոզարշավի 15-րդ օրը ընտրողին հենց վախեցնելով են փորձում քվեշահել։ 300,000 ադրբեջանցիներ է բերում մեր երկրի գլխին։ Սուտ է։ Փաշինյանը պնդում է, վերադարձի թեմա չկա, քանի որ Ղարաբաղի հարցը փակված է։ Վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախճեվան չի լինելու։ Խմբագիրների փոքր խմբի հետ հանդիպելով իր առանձնատանը Սամվել Կարապետյանը երթում է պահանջում Փաշինյանից։ Երթվի Ալիևի ազիզ արևով։ Այո, երաշխավորում են։ Ինչով է երաշխավորում։ Երաշխավորեց Արցախին եւ տեսանք ինչ եղավ Արցախի հետ։ Այս շնորհայները, որը սենց վնգստում են, սրանց վերջը տալը պետք է։ Օրենքով եւ օրինական։ Բացում պլյուս եք դուք հավաքելու, ես գիտեմ։ Նոր-նորքի այս բնակիչը կանխատեսում է, բայց վախեր ունի ոչ թե երկրի, այլ վարչապետի անվտանգության շուրջ։ Շատ են վախում։ Քեզ համար ես մի տղա չունեմ, ես երկու տղա ունեմ, մեծ է ես տղա ջան։ Փաշինյանը ողջ քարոզարշավին, բայց հատկապես այսօր ամենից շատը շփվեց ընտրելու իրավունք դեռևս չունեցող քաղաքացիների հետ։ Եմ սիրում։ Մի բան վերցրու, ինչ ես սիրում։ Քարտեզ ու քաղցրավենիքից բացի սկուտեղից անձամբ միրգ հյուրասիրեց։ Երեխեք, ինչ փող։ Այս պատանին մրգի համտեսն ընդհատեց իր պահանջով։ Գնացինք տենանք ինչ աստիճան կա, որ պետք է սարքել։ Ոչ բանի ասելը չի եղել, բայց ոչ մի ասելը ճիշտ չէ։ Դու աստիճանը ցույց տու։ Տղան իրենց բակի չվերանորոգված աստիճաններն այդպես էլ ցույց չտվեց։ Տղայի բողոքի ձայնը խլացրեց քաղաքապետ Ավինյանի բարձրախոսը։ Տղան անհետացավ ոչ միայն ուղիղ եթերից, այլև վարչապետի տեսադաշտից։ Ուր է այդ աստիճանը, ինչ եղավ այդ տղան։ 10 րոպե անց ոչ մերքի սկուտեղը կար, ոչ էլ տղան, իսկ վարչապետը հիշում էր ու հիշում։ Այն տղան ցույց չտվեց այդ աստիճանը, ինչ աստիճան էր ասում։ Ասել են կալուգացի Սամո։ Կալուգացի պիտակից չի խոցվում, բայց փորձում է ինքը խոցել հակառակորդին։ Չեն ասել Չմո Նիկոլ։ Ես որակի շքերթել շանս չեք ունենալու տես։ Բոլոր հակառակորդներին ասել է, թե անլուրջ բաներով զբաղված լուրջ մարդկանց բոյկոտող բոլորին դեմ է, որ ավելի հայտնի է որպես Սպայդերմենի կուսակցություն, ջուր ծեծելուց ու մուկ տշելուց հետո այսօր հրապարակ դուրս եկավ բոճկաներով։ Բոճկա են գլորում բոլոր քաղաքական ուժերի վրա բառից փոն իմաստով։ Քաղաքական այս մրցարշավը գլորելուն մնաց ուղիղ 2 շաբաթ։